Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության։ Այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։ Բարի ձեզ, պարոն Դանիելյան։ Բարի ձեզ։ Պարոն Դանիելյան, վերջին առնվազն 2-3 տարվա ընթացքում այդ նվազագույնն եմ ասում, լավ 20 թվականից։ Դուք, ինչպես նաև ձեր քաղաքական ուժի, որի ներկայացուցիչն եք դուք, անընդհատ պնդում եք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունի եւ պետք է ժամ առաջ հասնել վարչապետի հրաժարականին եւ ընդհանրապես քաղաքական իշխող թիմի հեռացման իշխանությունից, բայց հիմա վերջին օրերին, այսպես ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը դարձել է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի հարցը, որին, այսպես ասեմ, ձեր մասնակցությունը այնքան էլ ակտիվ չի, այսպես երևացող ամենայն դեպս, ինչը ընդ որում ընդունում եմ մեկ շաբաթ առաջ մոտավորապես դուք նոման տեսակետ եք հայտնել, որ Հայաստան խմբակցությունը այդ դեպքում դառնում է թիրախ, այսինքն թիրախավորվում է Հայաստան խմբակցությունը։ Նախ ինչու ակտիվ չեք։ Ես չի ասի, որ մենք ակտիվ չենք, մենք այդ գործընթացը համարում ենք հիմնավոր, այսինքն հիմքեր կան իմպիչմենտի գործընթացը սկսելու, բայց այստեղ կան շատ հարցեր։ Օրինակ, միայն գործընթացը սկսելով չէ, դրա համար նախ պիտի տնային աշխատանք անես, ճանապարհային քարտեզ մշակես, ռեսուրսներդ հաշվի առնես, պակասող ձայները, որոնք որ ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այսինքն այդ դաշտերը անգամ ընդդիմադիր դաշտում դա պակասում են, որովհետև գիտեք պատգամավորներ կան, որոնք որ այս ժամանակահատվածում հեռացվել են խմբակցությունից կամ հեռացել են խմբակցությունից, այդտեղ կա նաև ԿՊ խմբակցության նաև անդամների դրա այդ process-ի մեջ ընդգրկվելը, այսինքն սա բավականին ծավալուն աշխատատար մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկելու եւ ճիշտ ժամանակին եւ նաև տեխնացուն է պարտադիր, որ այդ այնպիսի տեխնացու լինի, որը որ վստահություն կունենա եւ ընդդիմադիր խմբակցությունների կողմից եւ նաեւ այն մարդկանց, որոնք որ ակնկալում են, որ իրենք էլ կմիանանք, դրա համար պետք է ճնշում, այսինքն հասարակական ճնշումը պետք է լինի, փողոցում պետք է ճնշումը լինի, այսինքն դա բավականին աշխատատար process է, միայն իմպիչմենտի գործընթաց ասելով Նիկոլ Փաշինյանին հեռացնել հնարավոր չի, դրա տակ պետքա լինի աշխատանք, հենց մեր ասածը դա է նշանակում, իսկ եթե օրինակ պատգամավորը դրա մասին ասում է, որ աշխատանքներ կան տանելու, գործեր կան անելու եւ դրա համար արժանանում է, որ մեղմ ասած քննադատություն էլ չի դա, թիրախավորում է, ապա մենք զգուշացնում ենք մեր ընդդիմադիր գործընկերներին, որ մեզ հետ այդ տոնով, այդ ձևով եւ այդ բառապաշարով խոսել թույլ չենք տա։ Ինչ թվում է դա բնական ռեակցիա է, որը որ մենք ես էլ իմ հարցազրույցների այս տարբեր իմ այս թեմայով հարցազրույցների ընթացքում երբևէ չեմ հատել թույլատրելի գիծը, անգամ եթե համաձայն չեմ եղել իմ ընդդիմադիր գործընկերների տեսակետին, ես այդ թույլատրելի գիծը չեմ հատել եւ իմ գործընկերն էլ չեն հատել եւ մենք բնականաբար դրա կոչն ենք անում եւ կոչ ենք անում, որ լրացուցիչ ջանքեր գործադրեն, որպեսզի դա իրապես տեղի ունենա ոչ թե խոսքով, այլ գործով։ Տեսեք, պատիվ ունեմ խմբակցության անդամները, մասնավորապես հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ինչ են ասում են, տեսեք, Հայաստան խմբակցությունը ինչ է մեզնից պահանջում, ասում է դուք փողոցում շարժումը ստեղծեք, այսինքն ստեղծեք արտաքին ճնշումը, դուք խոսեք պայմանավորվեք իշխանական թևի падգամավորների հետ հասկանանք քանի հոգի են միանում այս իմպիչմենտի նախաձեռնության, դրանից հետո մենք նոր կմիանանք, ասում է էլ ինչ անենք ձեր համար։ Այն դեպքում, երբ նույն պատիվ ունեմ, ասում եմ մենք վարչապետի տեխնացություն ենք, եթե նույնիսկ Հայաստան դաշինք ասի, մեր վարչապետի տեխնացուն Քոչարյանն է, ընդ որում ասում անունի ընտրությունը թողնում ենք ձեզ, Ռոբերտ թե Լևոն։
ասում էլ ինչ անենք ձեր համար լավ։ Մենք այս տարիների ընթացքում միշտ էլ փողոցային շարժումների նախաձեռնողն ենք եղել, առաջնագծում ենք եղել եւ երբևէ մեր բաժին պատասխանատվությունը ուրիշների վրա չեն գցել եւ չենք էլ պատրաստվում ուրիշների վրա գցել։ Մենք ասում ենք, եթե նախաձեռնող խումբ կա, որը որ նախաձեռնում է այդ գործընթացը, պետք է նաեւ պատկերացնի դրա ճանապարհային քարտեզը։ Եթե ես նախաձեռնող լինեի, ես կանեի դա, այսինքն Հայաստան խմբակցությունը կաներ դա, քանի որ կան մարդիկ, որոնք որ ուրեմն ասում են, որ մենք ենք անողները, նաև պիտի նաև դրա եւ տեխնացուն ունենան եւ այդ բանակցությունները վարեն, միգուցե իրենց մոտ ավելի լավ ստացվում, միգուցե կաշկանդվածություն ունեն Հայաստան դաշինքի падգամավորների հետ խոսելու, բայց կաշկանդվածություն չունեն օրինակ նախաձեռնող խմբի հետ խոսելու բազմաթիվ հարցեր կան եւ ոչ թե մենք ինչ որ ուզում ենք արհամարել կամ ինչ որ մի կերպ նվաստացնել այդ գործընթացը, հակառակը մենք ասում ենք, եթե նման process-ներ նախաձեռնել եք, բարի, խնդրեմ, արեք, մենք էլ ինչով կարանք նպաստենք, օգնենք, աջակցենք, ինձ թվում է ոչ մեկ չի կասկածում մեր աջակցության, մեր տրամադրվածության, մեր ուրեմն ներգրավվածության գործի մեջ այլապես եթե ընդամենը պետք է հայտարարվի, որ impeachment-ի գործընթաց կա եւ այդ ամեն ինչը պետք է անի Հայաստան դաշինքը, էլ նախաձեռնողն էլ Հայաստան դաշինքը կլինի, այդ բանակցությունները վարողն էլ կլինի, այդ ռեսուրսների հաշվարկն էլ ինքը կանի։ Այդ դեպքում ինչ չեք նախաձեռնում դուք։ Մենք համարում ենք, որ նախ առաջին հերթին թվածս քիչ առաջ նշած ուրեմն բաները պետք է արվի, այսինքն ռեսուրսների հաշվարկը, նաև հնարավոր դաշնակիցների ձեռքբերումը այդ գործում, այսինքն քաղաքական կոնսուլտացիաների եւ նաև հնարավոր դերակատարների հետ աշխատանքը պետք է արվի, այսինքն մենք այդ գործընթացը մինչեւ impeachment-ի գործընթացն էլ նախաձեռնել ենք, այսինքն արվել է այդ ամեն ինչը եւ մենք այդ գործընթացի մեջ ենք, բայց մենք այս պահին այդ ժամանակը նպատակահարմար չենք տեսնում, որովհետև մեր գործը կիսատ արված, ինչ որ մենք արել ենք մինչև հիմա, այսինքն չգիտեմ կարողացա բացատրել, այսինքն հենց պահը գա, որը որ համարի Հայաստան դաշինքը որ պատրաստ է եւ նպաստավոր պայմաններ է ստեղծված հենց այդ օրը, հենց այդ ժամին արվի այդ impeachment-ի գործընթացը, Հայաստան դաշինքը դրա մասին կասի։ Պարոն Դանիելյան, դուք ասում եք, որ ամեն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության համար վերջին օրը։ Այսպես պարբերաբար դա պնդում եք։ Հիմա, այսինքն, երբ դուք ասում եք պահը չի եկել, այդ պահը երբ է գալու։ Ոչ թե պահը չի եկել, պահը կա։ Հասկանալի է, ինչ նկատի ունեք, այսինքն երբ է գալու այդ ձեր ռեսուրսների հանրագումարը գալու քետի, երբ ասեք, այ հիմա կարելի է գործընթացով զբաղվել։ Մենք երբ որ իմանանք, որ ամբողջությամբ այն աշխատանքը ինչ որ պետք է արվի, արդեն արվել է եւ ես թվեցի, չէ, տեխնացուի հարց, էլի շատ հարցեր կան, բանակցությունների հարց, որը որ կուլիսների հետևում պետք է արվի եւ այլ։ Այդ ժամանակ մենք դրա մասին կհայտարարենք, կասենք, քանի որ չի եկել արդեն հասել այդ պահը, երբ որ այդ ամեն ինչ որ մեզնից կախվածը արել ենք, մենք չենք կարող դրա մասին հայտարարել։ Այսինքն, եթե այդ ամեն ինչը չի արվել, ըստ էության գործընթացը վերածվում է սովորական պոպուլիզմի, հա, ճիշտ եմ հասկանում։ Գիտեք ինչ, ես սենց կասեի, ցանկացած process, եթե չի հասնում իր տրամաբանական ավարտին, մեր ընդդիմադիր հատվածի մեր հայրենակիցների մոտ հիասթափություն է առաջանում։ Այդտեղ պարզ է, որ ուժեղանում է իշխանությունը։ Դա պարզ ճշմարտություն է, կարծեմ, թե դրա մասին բոլորը գիտեն եւ նաեւ հաշվի առնելով մեր բաստողումները, ինչու՞ չէ նաեւ սխալները, որ ունեցել ենք այս տարիների ընթացքում, մենք նաեւ դա հաշվի առնելով ենք ասում այդ ամեն ինչը եւ ուզում ենք այնպես անել, որ հերթական անգամ այն մարդիկ, որոնք որ մեզ վստահել են, աջակցել են, իրենց մոտ հիասթափություն չառաջանա,
Պարզա որ այն մնացած անգամներն էլ մենք պատրաստ ենք եղել իշխանափոխության, մեզնից կախված ամեն ինչ ներդրել ենք, բայց քանի որ չենք հասել մեր վերջնանպատակին, ուրեմն մենք պետք է դրանից դասեր քաղենք։ Տեսեք, ես հիշում եմ, երբ թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, երբ ընդդիմությունը հանդես էր գալիս իշխանափոխության նախաձեռնություններով, բողոքի ակցիաներ կլինեին, դրանք քաղաքական տևական շարժումներ կլինեին, իշխանությունները միշտ այսպես մեղմ եմ ասում, կամահարանքով էին վերաբերում գործընթացին, ինչու, որովհետև ասում էին նախ ասեք ով է ձեր նախագահի տեխնացուն, նախագահի տեխնացուների պակաս չի եղել, եւ երկրորդը, որ պակաս կարևոր չէ, ասեք թե ովքեր են ձեր ստվերային կառավարության անդամները։ Հիմա դուք քիչ առաջ ինձ ասացիք, որ դեռ այդ փուլին չեք էլ հասել, այսինքն չունեք տեխնացու, հետեւաբար չկա նաեւ ստվերային կառավարություն եւ այլն։ Մի քիչ տարօրինակ չի քաղաքական պայքարում լինել քաղաքական ուժ, որը պայքարում է իշխանության դեմ եւ իշխանության համար, այսինքն իշխանության հասնելու համար, բայց այս ամենը չի արել։ Մի քիչ տարօրինակ չի, ինչու՞, այստեղ նոնսենսային ինչ-որ էլեմենտ չեք տեսնում։ Բերեք բաժանենք երկու մասի։ Մենք ոչ թե տեխնացուներ չունենք, օրինակ Հայաստան դաշինքը ունի, եթե չասեմ բազմաթիվ, ապա առնվազն 5-10 տեխնացու կարող է իր մեջ ունենալ, որ կարող է համապատասխանել վարչապետի պաշտոնին, այսինքն փորձ ունեցող, ճանապարհ անցած, գիտելիքների պաշար ունեցող եւ այդպես շարունակ, բայց խնդիրը նա չի, որ միայն Հայաստան դաշինքի համար ընդունելի լինի։ Խնդիրը նա է, որ դա այդ գործընթացը ենթադրում է, որ ամեն մի միավոր, ամեն մի կուսակցություն, նաև այդ կոնսենսուսի, նաև այդ այսպես ասած բանավեճի եւ խոսակցության արդյունքում ընդունելի տեխնացու ի հայտ գա, այսինքն կոնսենսուսային տեխնացու ի հայտ գա։ Եվ սա խոսում է մեր խոհեմությունից եւ հեռատեսությունից։ Պատիվ ունեմ ասում, ում ուզում եք առաջարկեք, մենք կողմ ենք։ Ում ուզելը, նորից եմ կրկնում, ում ուզելով չի, մենք պիտի կարողանանք տվյալ անձի շուրջ մոբիլիզացիա ապահովել, մենք պետք է տվյալ անձի շուրջ համախմբում ապահովել, մենք պիտի կարողանանք նաեւ ես ասեցի, որ ոչ միայն այդ տեխնացում պետք է ընդունելի լինի երկու դաշինքների կողմից, այլ այդ պակասող ձայները ի վերջո պետք է տան այդ տեխնացուին, չէ՞։ Եթե միայն Հայաստան դաշինքով լիներ, մենք այդտեղ մտածելու, երկմտելու խնդիր չունենք։ Մենք նախընտրական շրջանում մեր տեխնացուին առաջ ենք քաշել, ասել ենք, խոսել ենք դրա մասին բազմաթիվ անգամներ, այսինքն խնդիրը մեր մեջ չի, խնդիրը դա լայն համախմբում ապահովելու մեջ է, եւ դա շատ կարեւոր է։ Այսինքն եթե դուք օրինակ ցանկանում եք լայն համախմբում ապահովել, պետք է գործող իշխանությանը կամ իրենց ներկայացուցիչներին ասեք, գիտեք ինչ կա, մենք համաձայն ենք, որ ձեզնից մեկը լինի վարչապետի տեխնացու օրինակ։ Գիտեք ինչ, հնարավոր համարում եք այս դրամաբանությունը։ Բանակցությունները ենթադրում է, որ ցանկացած կողմ պետք է ասելու եւ լսվելու իրավունքը ունենա։ Եթե դու իմպերատիվ որոշումներ ես կայացնում, ես ասում ես, էսա եւ վերջ ուլտիմատումի այսպես ասած տեսանկյունից ես նայում, գործը առաջ չի գնալու։ 18 թվականին ու իմպերատիվ պահանջ եղավ ու ընդունվեց։ Գիտեք ինչ, ես չգիտեմ այդ իմպերատիվ պահանջը ի վերջո ինչի արդյունքում ոնց եւ այլն փողոցում մի քանի 100,000 մարդ փողոցում էլ մի քանի 100,000 մարդ կար, էլի տարբեր դերակատարներ էլ կային արտաքին, ասենք այնպես չի որ հենց այնց process-ներ ա տեղի ունեցել, դրա մասին
առանձին երկար խոսելու թեմա է, բայց ես իմ ժամանակը չի հերիքի, եթե առանձին մի հաղորդում կլինի, սիրով կգամ եւ այդ թեմայով կխոսամ։ Սիրով կհրավիրեմ։ Հա, սիրով կգամ եւ ձեր հարցերին կպատասխանեմ, բայց նորից եմ կրկնում 18 թիվն էլի պատահական չի եղել եւ ել եմ ասում եւ միջազգային դերակատարներ են եղել եւ 1000 ու մի հատ process-ներ ա եղել նախորդող շրջանին եւ հենց ասածս էլ նա որ մենք այդ առումով պետքա կարողանանք միմյանց հետ նստել, խոսել, բանակցել, մեր գերակաշահապ դիլնի Հայաստանի Հանրապետության առաջընթացը ու այս փակուղային իրավիճակից դուրս գալը ոչ թե խնդիրը անձերի մեջ պետքա լինի, այլ խնդիրը ավելի համակարգային պետքա լինի, այսինքն այն մարտահրավերները, որ կան Հայաստանի Հանրապետության առջև ինչպես ենք լուծում, ոնց ենք լուծում, այս ներազգային ատելությունը ոնց ենք հաղթահարում, մեկը մյուսի դեմ թշնամական վերաբերմունքը ոնց ենք հաղթահարում, այս ընտանիքները, որ բաժանումներ ա տեղի ունենում քաղաքական ֆոնի վրա, ոնց ենք այսպես հանգիստ խոսելով, որովհետև մեր քաղաքական խոսույթի մեջ այսպեսի հանգիստ զրույցներ գրեթե չեն լինում։ Ցավով եմ ես ասում, սա ինձ համար նաև անձնական է, բոլորի չկա տենց մի ընտանիք, որը քիչ թե շատ այս խնդրին բախված չլինի։ Եվ եթե մենք չկարողանանք սա հաղթահարել, խոսել միմյանց հետ, հասկանալ իրար, մենք առաջ շարժվելու կարողականություն չենք ունենալու։ Եվ դրա համար պետքա որոշակի առումով ամեն մի քաղաքական գործիչ մարդ, որ մտահոգ Հայաստանի Հանրապետության, այդ ուժը գտնի իր մեջ եւ ասի անձերից մի կողմ ենք գնում եւ տեսնենք Հայաստանի Հանրապետության շահերից բխող ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի, այդ պետք է լինի մեր համար առաջնային։ Եթե հանրության մեծամասնությունը որոշում է, որ անձերից մի կողմ քաղաքացիական պայմանագիրը պետք է շարունակի ղեկավարել երկիրը, ինչ է կանում այդ ժամանակ։ Դուք ես կարծում եմ, որ այս ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը առնվազն 2 անգամ շանս է տրվել, որպեսզի կարողանա իր ծրագրերը, իր մոտեցումները, իր խոստումները, որոնք որ տրվել են 18 թվին եւ որոնք որ տրվել են 21 թվին, այդ խոստումները կատարելու։ Այդ խոստումները չեն կատարվել։ Այն ծրագրով, որը որ մեր ժողովրդին ուրեմն ներկայացվել է, այդ ծրագրերը չեն իրականացվել հարգելիս, չեն իրականացվել ոչ տնտեսության հետ կապված իրենց ծրագրերը, ոչ անվտանգային ծրագրերը, ոչ Արցախի հետ կապված Շուշի հադրուտ դեօկուպացիայով քարոզարշավի մեջ ենք մտնում 21 թվականին, բարձում է, որ Արցախը Ադրբեջանն է եւ վերջ։ Այսինքն նույնը կարող եմ ասել բոլոր այն ոլորտներում խոստումները աղետի գոտու հետ կապված, որը որ միջև հիմա փաստորեն այդ հետևանքները չի վերացվել, այսինքն մի բնակարան չի կառուցվել եւ կարող եմ ասել շատ խոսել նույն սահմանազատման գործընթացից կարող ենք խոսել, որ ելի իշխանությունները ի վիճակի չեն այդ սահմանազատման գործընթացը իրականացնելու, այսինքն միակողմանի զիջումները այս պարագայում նորից էլի արվում հատվածային սահմանազատում, սահմանագծում արվում։ Մենք ուրեմն ազգային ժողովում հետեւյալն ենք ասել ենք պետք է քարտեզի վրա ամբողջ երկայնքով որոշվի այդ կետերը որտեղ է, նոր արդեն գետնի վրա այդ սահմանազատումը տեղի ունենա։ Ոչ թե Ադրբեջանը որոշել է, որ այս հատվածում պետք է ադրբեջանական են այդ տարածքները պետք է վերադարձվեն Հայաստանին, հետո մյուս հատվածում պետք է ինչ-որ տարածքներ վերադարձվեն Ադրբեջանին։ Իսկ ուրա այդտեղ մեր պետության շահը, ուր այդտեղ այն նամակը, որ գրվել էր Ջեյհուն Բայրամովին 31 բնակավայրի, որի պատասխանը իրենք տվեցին, ասելով, որ մոռացեք այդ 32 բնակավայրերի մասին։ Այսինքն սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները չկան, որոնց մասին կարող ենք երկար խոսել։ Հիմա այդ ձեր բոլոր թվարկած հարցերը թվարկում են նաև այս իմպիչմենտի նախաձեռնության այսպես ասեմ կոորդինատորները, հա, նախաձեռնողներ կամ էլ Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը։
Հնարավոր է այն տարբերակը, որ դուք չեք միանում այս գործընթացին որպես այդպեսին, որովհետև տվյալ մարդկանց այնքան էլ լուրջ չեք վերաբերվում։ Մենք ասում ենք կամ իրենց նախաձեռնությանը լավ։ Մենք ես ուրեմն նորից էլի մեկ անգամ եւս Չէ, անձնական դաշ չմստենք, ես մարդկանց նախաձեռնությանը։ Եվս մեկ անգամ նորից էլի կրկնեմ, Հայաստան դաշինքը հայտարարություն է տարածել, մանրամասը ասել է, որ ոչ թե թեմա է գործընթացին, պատրաստ է 28 ստորագրությունները տալ, թվածս նշածս, որ քիչ առաջ նշեցի, այդ գործոնների արկայության պայմաններում, այսինքն ոչ թե մենք պայման ենք դնում, մենք ասում ենք, որ պետք չի հեռակակարգով լայվեր մտնել եւ խոսել, պետք է դրա համար գործել։ Միջև հիմա ոչ մեկի հետ, այսինքն առիթ չի ընձեռնվել խոսելու, ասելու հարգելիներս դուք այս պարագայում ինչ կարողականություն եք ներդնում եւ ես չեմ ուզում որակումներ տալ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերներին, բայց ես կարծում եմ, որ մեզ բոլորիս մտածելու, լրջանալու անհրաժեշտություն տեսնում եմ հաշվի առնելով այն մարտահրավերներն ու այն խնդիրները, որ կա մեր երկրի առջև ծառացած։ Պարոն Դանիելյան, 2020 թվականի նոյեմբերի 9-ից ընդդիմությունը պարբերաբար այսպես փողոցային պայքարի եղանակով փորձել է հասնել իշխանափոխության։ Բնականաբար այդ ամենը ուղեկցվել է քաղաքական ներքին ինչ որ խմորումներով, այսինքն ճանապարհային քարտեզը որպես այդպեսին պիտի այսպես բաց փաստաթուղթ արդեն դրված լիներ ձեր սեղանին։ Դուք ասում եք չկա նման փաստաթուղթ, այսինքն 2020 թվականից բա ինչով եք զբաղվել։ Ես չեմ ասում, թե չկա։ Ես ասում եմ մենք Սրբազան շարժումն էլ կներեք էլի ուղիղ 1 տարի առաջ այսպես մարեց գնաց խորավ։ Սրբազան շարժումն էլ հենց այնպես չի եղել։ Դրա տակ եղել է աշխատանք, դրա տակ եղել է անձնական նվիրում, ինչ որ մեկին թվում է թե ամեն ինչը հեշտ, հանգիստ, տենց հետո հավաքվել են այդ տասնյակ հազարավոր մարդիկ, այդպես չի։ Սկսած այդ գործընթացի հենց սկզբից, հենց որ ես եւ իմ ընկերները առաջնագծից վերադարձանք, գիտեք, որ ես ծննդով Տավուշից եմ, մենք արդեն իսկ ունենք տեղեկություններ, որ Տավուշից սպասում են զիջումներ։ Մենք ակտիվ մասնակցեցինք անհնազանդության գործողություններին, տրատեսանյութերը կա, մենք պայքար մղեցինք, հետո արդեն որ պարզվեց, որ այդ գործընթացը գնում է, մենք էլի ակտիվ ներգրավեցինք դրա մեջ։ Ես երեք ազգային ժողովում ասում եմ, որ այն գործը, որ միջև հիմա այն որ թղթի վրա եւ առաջ չի գնում, վրաերթել են ենթարկվել, ծեծ ու ջարդել են արել, մեր դեմ էլ տարբեր տեսակի բերետավորներ են բերել, այդ ամբողջ այդ գործընթացը մենք եւ մեր ընտանիքները անասելի զրկանքների են ենթարկվել, անասելի, անբացատրելի ու միջև հիմա դա շարունակվում է եւ մենք իրապես աշխատել ենք ժողովրդի հետ։ Ես չկա տենց մի շաբաթ, որ մի քանի կարևոր հանդիպումներ ունեմ տարբեր ոլորտների հետ, սահմանամերձ գյուղերից սկսած, վերջացրած, չգիտեմ, խաղողագործների, ավտոներ կրողների եւ այլ, ինքը ենթադրում է աշխատանք, այսինքն եթե դու ուզում ես ժողովրդի վստահությունը շահես, ուրեմն դու աշխատես այդ ժողովրդի հետ եւ այդ աշխատանքը տարվում է եւ ես եւ իմ գործընկերները այդ process-ի մեջ ենք եւ ամեն անգամ նաեւ փողոցային պայքարը ցույց է տալիս, որ այդ պայքարը նախորդի համեմատ շատ ավելի հուժկու ու շատ ավելի հզոր էր։ Եթե դուք նայեք Սրբազան, ուրեմն պայքարի այն ծավալները, որ կան, դա աննախադեպ էր, անգամ 18 թվականին այդքան մասնակցություն չի եղել, բայց մենք պիտի տարբերակենք մասնակցության ձևաչափ, այսինքն այն մարդիկ, որ մասնակցում են հրապարակում, մեր սիրելի հարգելի պաշտելի մեր հայրենակիցները, որոնք որ հրապարակում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ այն մարդիկ, որոնք որ պատրաստ են գործողություն անել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, այսինքն երկրում պետք է ստեղծվի երկիշխանություն, այդ երկիշխանության արդյունքում
փողոցը պետք է թելադրի, որպեսզի ստիպի իշխանություններին հրաժարական տալ, եւ երբ որ զեկուցեն, որ այլևս հնարավոր չի եւ պետք է գնալ զիջումների, այդ ժամանակ արդեն տեղի ունենալու այն, ինչը որ մենք այս տարիների ընթացքում այսինքն այն ինչ որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասեց Սերժ Սարգսյանն, ասեց դուք չեք պարոն նախագահ, դուք չեք տիրապետում իրավիճակին, հա։ Այն որ շատ երկրներում դա ոչ միայն դա առաջի օրինակը չէր Հայաստանի օրինակը, դա բազմաթիվ երկրներում Հայաստանում առաջին իրականացված օրինակ։ Հայաստանում առաջին իրականացված էր, մինչ այդ էլ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանում էլի հրաժարականներ եղել են եւ ես կարծում եմ, որ գիտեք ինչ, նույն մենք շատ ենք ասում, չէ, այս կամ այն երկիրը ժողովրդավարական երկիրը մենք պետք է օրինակներ վերցնենք եւ այլ եւ այլը։ Ես շաբաթներ առաջ ուրեմն Շվեդիայում էի եւ իմ գործընկերների հետ հանդիպան ընթացքում հարցրեցի, ասի, ձեր մոտ ո՞նց է լինում այդ հրաժարականները, ամենաչնչին պատճառներից հրաժարականի դիմումներ են ներկայացնում եւ դա նորմալ է։ Ես հիշում եմ սրանից 12-13 տարի առաջ Շվեդիայում կառավարությունը հրաժարական տվեց, որովհետև սուպերմարկետներից մեկում գնված գարեջրի մեջ առնետ էին գտել։ Այո։ Այս վերջերս, եթե չեմ սխալվում, իրենք ասին հրաժարական է եղել, երբ որ կասկած է եղել, երբ գործարարներից մեկի հետ կառավարության անդամներից իր հաշվին գինի են խմել կամ չգիտեմ, sense ճաշկերույթ ա եղել։ Այսինքն մենք պետք է այդ կուլտուրան պետք է Հայաստանի Հանրապետությունում լինի, այսինքն հաղթողները չպետք է ստանան ամեն ինչ, պարտվողները ոչինչ, եւ երբ որ պետք է ցավոտ չլինի իշխանությունից հրաժարվելը, կապ չունի այս իշխանությունների, նախորդ իշխանությունների, դա պետք է նորմալ process լինի, երբ որ լավ չի ստացվել, ժողովուրդը չի ընտրել, գնանք հիմա էլ ընդդիմություն աշխատենք, ընդդիմության էլ ունենա հնարավոր լծակները, որպեսզի վերահսկի իշխանությանը, որ չթողի կոռուպցիայի մեջ թաղվի, որ չթողի որ իրականությունից կտրվի, այս մենք պետք է հասնենք վերջո այդ մշակույթին, եթե ուզում ենք նորմալ պետություն ունենանք, ոչ թե իշխանությունը փոխվի, մեկ է սկսի, մեկ էլ հետապնդումները, այս այն, մեկ է սկսենք նորից էլի անդադ այդ ցիկլի մեջ մտնելը, տեսնենք արդեն կյանքները զանցել է, երկիրն էլ խնդիրների մեջ թաղվել է։ Պարոն Դանիելյան, արտախորհրդարանական ընդդիմության շրջանում այսպիսի մի խոսույթ կա, որ Հայաստանում մինչ իշխանափոխության հասնելը կամ իշխանափոխության հասնելու համար պետք է տեղի ունենա ընդդիմափոխություն, որովհետև մասնավորապես մատնանշելով թե ձեր քաղաքական ուժին, թե ձեր քաղաքական գործընկերներին ընդդիմադիր դաշտի մյուս, այսինքն երկու նախագահների, երկրորդ եւ երրորդ նախագահներին, մատնանշելով ասում են, որ քանի դեռ այս մարդիկ կան քաղաքական գործընթացներում, ընդդիմությունը չի ունենալու հանրային վստահություն։ Հիմա ինչ են առաջարկում 135 տարվա կենսագրություն ունեցող կուսակցությունը, ոնց է, փակենք դռները, այսինքն հայեղափոխական դաշնակցությունը փակի իր դռները, իր գրասենյակները փակի, չարտնված են հրաժարվի Ռոբերտ Քոչարյանին սատարելու կամ հանրապետականը Սերժ Սարգսյանին։ Այն մարդիկ, որոնք որ այս տարիների ընթացքում փորձ են կուտակել, այս տարիների ընթացքում մասնակցել են, երբ որ սահմանների հետ կապված մեր անվտանգության հետ կապված խնդիրը առաջինը զենքը վերցրել են, գնացել են պաշտպանել հայրենիք, ինչ անեն այդ մարդիկ, մտնեն տները դուրս չգան։ Սա մի քիչ անլուրջ է, էլի։ Ես ձեզ ասեմ, այս ձևավորումներն էլ դաշինքների ձևավորումներ հավերժ չի, ցանկացած դաշինք որ կա, ինքը հնարավոր է նախընտրական շրջանում փոփոխությունների ենթարկվի, կուսակցություններ ավելանան, օրինակ մեր կուսակցության պարագայում մենք որոշում ենք կոնկրետ այդ ընտրություններին մասնակցենք դաշինքի ձևաչափով թե առանձին հանդես գալու։ Դա էլ կուլտուրա է։ Ես մի բան կուզեի որ Հայաստանում լիներ, ես կուզեի որ կուսակցությունները կայանային, ոչ թե անձով պայմանավորված հիմա այն մարդը ով որ ունի չգիտեմ հեռախոս եւ կարողանում է լայվ մտնել, իրան համարում է որ ինքը քաղաքական գործիչ է, համարում է որ եթե մի քանի հոգի իրեն լայքում են, ինքը կարա արդեն կուսակցություն բացի եւ այդպես process-ները անլրջացնում են, այսինքն դա պետք է լինի ինստիտուցիոնալ, այսինքն կուսակցությունները պետք է ունենան իմ կարծիքով
բավարար թվով անդամակազմ պիտի ունենա, պիտի անցած ճանապարհ ունենա։ Հիմա մենք նորից էլի մեջ բերելով նաև այն երկրները, որոնք որ ասում ենք ժողովրդավարական երկրներ են, այդ երկրներում հիմնական, այսինքն գործող կուսակցություններն են, չէ՞, որ կամ մեկը դառնում է անդիմություն, մեկը իշխանություն եւ սենց իրեր փոխնեփոխ մեր փոքր երկրի պարագայում հարյուրավոր կուսակցությունների արկայությունը, սա այլ խնդիր է։ Շնորհակալություն զրույցի համար, ուղղակի պետք է այդ մասին մտածել մինչ խորհրդարանական կառավարման անցնելը։ Շնորհակալ եմ միակ անգամ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցների հյուրն էր Ազգային ժողովի падգամավոր Հայաստան խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։